Մոլորված հասարակություն ենք, մենք ինքներս ենք մոլորված, մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին։ Մի քիչ մասնակիցներն են մոլորեցին։ Այո, այս մեր ծանր պարտությունը, որ եղավ, հատկապես պարտությունից հետո զարգացումները 23 թվական, դրանից հետո զարգացումները, հատկապես պարտությունը որպես հաջողություն ներկայացնելու այդ փորձերը, դրանք բոլորը մոլորեցնող հանգամանքներ են։ Եվ մենք բոլորս եւ մեր հանրությունը, մեր հասարակությունը խաղաղության կոնցեպտը։ Այո, նույնը նաեւ խաղաղության այս կոնցեպտը, որը պարտության համատեքստում են ներկայացնում։ Այս ամբողջը մոլորեցնում է դա մեզ մարդիկ մենք չենք հասկանում ինչ է կատարվում ունենալու։ Ուզում եք ասել խաղաղության ձգտելը վատ բան է։ Խաղաղության ձգտելը շատ լավ բան է։ Խաղաղությունը շատ կարևոր հանգամանք է եւ խաղաղությունը պետք է լիներ եւ պետք է լինի, բայց այդ խաղաղությունը նույնիսկ պարտության դեպքում շատ նորմալ է, հա, պարտությունը ընդունում ենք պարտությունը, ճանաչում ենք մենք մեր պարտությունը եւ այդ պարտությունից ելնելով քայլեր ենք անում, ինչպես գերմանացիները ենթադրենք երկրորդ համաշխարհայինից հետո ճապոնացիները երկրորդ համաշխարհայինից հետո, այո, ճանաչում են, նրանք ճանաչեցին իրենց պարտությունը, ընդունեցին եւ սկսեցին արդեն կառուցել իրենց ապագա կյանքը ելնելով այդ հանգամանքից։ Իսկ մենք մեր պարտությունը մինչեւ այսօր չենք ճանաչել։ Հակառակը, մեր իշխանավորները մեր պարտությունը փորձում են որպես հաջողություն ներկայացնել։ Մեր ջախջախիչ պարտությունը մեզ մատուցում են որպես մեծագույն հաջողություն եւ մեզանից էլ դեռ նեղանում են, որ մենք դա չենք ընդունում։ Եվ սա մոլորեցնում է, հանրությանն է մոլորեցնում, մեզ է մոլորեցնում, մեզ վիրավորում է։ Եթե մեզ ասվեր, այո, մենք պարտվեցինք, պատերազմներ, այո, լինում է, իսկ ինչու ոչ։ Պարտվում են պատերազմում շատերը, շատ երկրներ են պարտվել։ Մենք պետք է մեր մեջ քաջություն ունենանք եւ կարողանանք հաղթահարել պարտության այդ ծանրությունը։ Եկեք բոլորս միասին լծվենք եւ հաղթահարենք։ Դա կլիներ նորմալ, ծանր, դժվար, շատ վատ, բայց կլիներ նորմալ։